Ողջույն սիրելի հետևորդներ ջան, ամառային պայծառ եղանակ է սկսվել մեր մոտ։ Երեկ երեկոյան այդ մայրամուտի կարմիր ամպերը հենց այս եղանակն էլ հուշում էին մեզ։ Ահա խնդրեմ, երկինքը ջինջ, կապույտ, հրաշալի պայծառ օր է բացվել։ Այսօր հուլիսի 1-ն է, սիրելիներս, եւ այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ։ Ուզում եմ, որ բոլորիդ ամռան այս ամիսը լինի հաջողություններով լեցուն, մեր Հայաստան աշխարհը խաղաղվի, որ մենք էլ հասարակ մարդիկս կարողանանք աշխատել, ստեղծել ու արարել։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ երեք անձրևը իմ գործը խափանեց, ու հիմա էլ այսօր սենց լավ բարև է բացվել, շտապում եմ մեղուներիս հետ աշխատանքներ տանել, սկզբում դե ծխարարն ենք գործի դնում, հեշտ ու հանգիստ այս թղթերով վառում եմ, որ արդեն մի տեսակ սրան սովորեցի, ահա, նաև պետք է գործի գնամ, դրա համար մի քիչ ուզում եմ ամեն բան արագացնել, ասեմ, որ սիրելի հետևորդներ ջան, ճուտիկներս շատ կամաց են դուրս գալի, դեռ դուրս գալու կան, ամբողջ գիշեր տատմերություն եմ արել, կարելի ասել համարյա թե աչք չեմ փակել, բայց միևնույնն է, առավոտ շուտ վեր եմ կացել ու իմ կենդանիներին խնամք տարել, ահա, բոլոր մոմաթերթերը ամրացրած, պատրաստ, ինձ մնում է, որ բացեմ, հերթով նայեմ, տեսնեմ, որ փեթակում ինչ է կատարվում, բայց ամենասկզբից, սիրելի հետևորդներ ջան, պետք է ամենամեծ փեթակից սկսեմ, քանի որ ստեղ ավելի շատ աշխատանք է պահանջվում եւ ավելի կարևոր է, որպեսզի տեղից սկսեմ, ահա, մի քիչ եմ թղթեր ավելացնում, որ ավելի հանգիստ աշխատեմ, բայց ես այն կողմում ձայներ եմ լսում, հավանաբար այս ընթացքում, որ մինչև գնացի տուն, այս թղթերը պատրաստելու, բերելու, մեքենան անցել է, առանց ձայն տալու եւ ցորենի ավտոն եկել է, սիրելի հետևորդներ ջան, հիմա իմ ծուխը մի քիչ էլ ավելացնեմ, այս ձևով թողնեմ ու գնամ զանգեմ, քանի որ իրանց հեռախոսահամարը ես մոտս հաստատել եմ, որ երբեմն պատահում է, գալիս են ձայն են տալի, ես կամ տանն եմ լինում, չի լսվում, կամ աշխատանք եմ լինում, հետո լավ չի ստացվում, էլի, խնդրել եմ իրանց համարը ինձ են տվել ու հենց որ այ հիմա եկել են չեմ տեսել, հա, հիմա կզանգեն, որ կան մեր տան մոտ էլ սպասեն գնամ ցորեն վերցնեմ, ձեզ էլ ինձ հետ կտանեմ, տեսնեմ ինչպես կստացվի, սիրելիներս, մի լավ թուղթ էստեղ լցնեմ, ինքը մանրից, էստեղ ծուխ կանի ու ես արդեն շտապ եմ, այսպես փակեմ, որ մի անգամից չվարվի, մի անգամից չվերջանա ու գնամ պատշգամբում, սպասեմ, որ ինչքան էլ որ զանգել եմ, ամեն դեպքում գնամ ու սպասեմ, որ իրանք էլ իմանան, որ ես տանն եմ ու գանամ պայման։ Ահա և ցորենի մեքենան եկավ։ Հիմա ես շտապեմ ցորենը վերցնելու։ Լամիակ տենանք, կարմիր ցորեն եք վերել։ Վինա պրոստը ինչ սալոմ կա հետո։ Խոժր ցորենը, հատուկեն սալոմ կա դա հեշ։ Ադե, եկեց։ Լայվան, հա տեղական է, էլի։ Հա, քանիս եք ասում։ 100-ից։ Դե մի մեշով կշռեք ինչքան կգա։ Ծիրան չես ուզում, կարտոֆ, ծիրան։ Ծիրանը քանիս է։ 100-ից։ Իսամին ցորենի գործը ծեր անենք։ Ծիրանը տենանք։ Լավն է էլի։
Բայց մի քիչ խակոտ է էլի։ Կարտոշկան քանիս է։ 151 200 9,170 դրամ։ Հա, լավ է, այն էլ ծիրան կվերցնեմ։ Ես անենք դրան։ Տոպրակ ունեք, ծիրան ես հերցին։ Ես ակուն եմ կտան։ Հա, հետ չկա տանից բերեի։ Ունենք։ Հա, դե լավ է։ Սաղ նույն որակի է, չէ։ Այո։ Հա, շատ լավն է։ Դա խոժոր ցույցն է, պրոստը հատուկան սալոմ կա հետ։ Հա, դե լավ է, լավ է։ Էսա հարևանի սեր զանգեմ, տենամուզում են իրանք։ Ահա, կարակ լցնեք արդեն։ Էս էլ ցորենը, սիրելի հետևորդներ ջան, լցնենք, որ տեղին ունենանք։ Այսպես։ Լավ ապրեք։ Դուք էլ շատ ապրեք, բարի ճանապարհ ձեզ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այսքանը արդեն մինչև արտերի հասնելը լավ տեղին հերիք կլինի։ Ես եկա։ Սիրելի հետևորդներ ջան, մի անգամից այս լիստերն էլ եմ բերել, բայց սարևի տակին չի կարելի։ Հիմա այստեղ շվաքում կտեղավորեմ։ Ահա։ Շունչս կտրվեց ամեն ինչ արագի մեջ կազմակերպեցի։ Ցորենն էլ տանու արի։ Ահա։ Էս էլ էս կողմ։ Եվ արդեն սկսեմ։ Ծուխը ստենամ ինչ վիճակում է։ Ահա։ Էսա բացեմ, որ օդ մտնի։ Էս ինչ էր, բայց արևը շատ ուժեղ կծող արև է, սենց ասեմ։ Ես թվում է էլի անձրև կգա, երբ որ արևը սենց ուժեղ կծում է։ Ես թվում է արդեն երեկոյան ժամերին էլի անձրև կգա։ Հա, անձրև ասի, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, դե որեր է գործս խափանվեց, հանգիստ հենց անձրև էր գալի, դրանից հետո ընդմիջումներով կտրվում էր, էլի գալիս էր, շատ հավես էր, հետո մի լավ տեղին հայելել եմ, քանի որ շատ եմ սիրում նաև անձրևային եղանակները, լասեք տեսնեմ դուք սիրում եք անձրևային եղանակներ, հատկապես, որ ամռան շոգին մի օր լավ անձրև է գալի, ահա, էս ենք, էս էլ ես մի կոմ, ես այսօր լավ արևից կսևանամ ինձ թվում է, մի հատ, ահա, մեղուն չի սիրում շտապել, իմ այս շտապողականությունը ինքը կզգա իր զգայարաններով, ավելի լավ է արդեն ինձ հանգիստ պահեմ, որ կարողանամ հանգիստ աշխատեմ իրանց հետ։ Ամեն անգամ այս շորը լավ իրանք էլի կպցնում են, քանի որ արևը ուժեղ է, ես էլ եմ ուզում շվակ տեղ դնեմ, որ անտեղի չհալվի։ Ահա։ Ահա, ինչքան ուզում է ուշադիր ենք լնում, էլի մի քանի մեղու այդ շորի տակ մնում է, կամ էլ ծեր մեղուներն են լնում, հենց այդտեղ էլ չեն կարող դուրս գան։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, քանի որ էլ այդ անձրևին ոչ մի բան չէի կարող անեմ, ճուտիկներին էլ մի քիչ հսկելուց հետո, թե որն ա ծագել, որը պիտի շուտ դուրս գա, գնացի հարևանիս տուն, զանգեցին ինձ կանչեցին սրճելու, չնայած այդ պահերով չեմ կիսվել ձեր հետ, դե պետք չէ լի ասենք,
երբեմն էլ ուզում ենք, չէ, որ մեզ ավելի լավ ազատ զգանք։ Հա։ Հետո մի լավ զրուցել ենք, շատ հավես ժամանակ ենք անցկացրել։ Ասել, խոսել, հումորներ արել, ամեն թեմա էլ քննարկել։ Վերջը հասանք քաղաքականությանը։ Դե գիտեք, որ այս քաղաքականության թեմաներին չեմ շոշափում, չեմ մոտենում այդ հարցին, բայց հո անտեղյակ չեմ լինում։ Ամեն ինչիսն էլ տեղյակ ենք, բոլորս էլ, անհնար է, որ տեղյակ չլինենք։ Այդպես վիճում ենք, ով է ճիշտ, ով է սխալ, դե այդ քաղաքական մարդիկ էլի, քանի որ իրանք են մեր երկրի դեմքերը, մի հատ լռեմ, տեսնեմ ինչ կա այստեղ։ Աղջիկներս աշխատում են, այսպես, սիրելի հետևորդներ ջան, ստեղ ինչ-որ ձայներ ա գալի, քրթքրթոցներ, կիման չի երևում, կիմաս, չգիտեմ, թե ուր ա կորել, ինչքան վաղտա, աչքովս չի ընկել իմ կիման, ջան, մեղրաքամն է մոտենում, ջան, այսպես, սիրելի հետևորդներ ջան, երևում ա չէ։ Մի ուրիշ հանգիստ օր կմոտեցնեմ էլի, սիրելիներս, հիմա մի քիչ շտապում եմ, որ հասցնեմ նաև գնամ գործի։ Այսպես, ամենաբարդից եմ սկսել։ Ասենք դասը սովորելու ժամանակ միշտ մեր երեխաներին, որ նստում էինք դաս ենք սովորացնում, ասում էինք, չէ, առաջ հեշտ դասերը սովորեն, որ վերջում բարդը սովորեն, հոգնած չլինեն, ու ասենք, եթե սկզբից բարդ դասն են սովորում, հոգնում են, հեշտերը մնում էր, հիմա ես բարդից եմ սկսել, բայց սա արդեն հոգնեցնող չի, էլի, սա արդեն շատ ավելի կարևոր է, մի հատ ծուխ տամ, ու այստեղ ես նկատում եմ, որ անցած անգամվա տված լիստը գործել են, ջան, ուրախություն, եկեք աղջիկներ ջան, ապրեն աղջիկները, ջան, ուրախություն, գործել ենք, իչա մի հատ էլ մեղր են լցնում, եթե ասում եմ մեղր, սիրելի հետևորդներ ջան, սա մեղր չէ, սա նեկտարն է, նեկտարը բերում են, հետո ծաղկափոշու հետ, որ նախապես բերած են լինում, իրար հետ ասենք պունցում են, շաղախում են, հետո նոր վերջում, հենց որ մեղրը պատրաստ է լինում, երեսը փակում են, սերեկում են, հենց որ ես երկրորդ հարկը վերցնեմ, այդ զրույցս կշարունակեմ այդ քաղաքական հարցերի, քանի որ մի շատ հետաքրքիր բան եմ պատմելու, այսպես, ասեցի չէ, որ ճուտիկներից մի մասը դեռ մնում ա դուրս գալու, թող սա ամբողջովին հանել ա, բայց ինկուբատորից դեռևս ծնվելու կան, ոյ, հեսա մայրը էստեղ ա, հիմա սիրան առանձին եմ անում էստեղ, այնքան լավ ա, որ մորը շուտ գտնում եմ մի կողմ դնում, հետո արդեն սկսում հեշտ աշխատել, հիմա ստեղ նկատում եմ, որ անցած անգամ էլ էին, չէ, կպցրել, էլի կպցրել են, բայց պետք է անպայման էդ էլ տենամ, բայց հետո, հիմա ուզում եմ հենց այսպես վերցնեմ, ներքևը ստուգումներ կատարեմ, ոյ, ուժերը հավաքում ենք, հետո այսով աշխատում, օպա, այվանի շներն են, ինչ են իրար խառնվել, օրը ցերեկով էլ ա, չաղկալը գալի, այսպես,
Այստեղ էլ մաքրություններ տանեմ։ Ահա։ Ճիշտ է, իրանք շատ մաքուր են, բայց ծեր մեղուները երբեմն եզրերին մնում են։ Ուրեմն, սիրելի հետևորդներ ջան, գնա աղջի։ Այդ քաղաքական հարցերը, որ քննարկում էինք, մենք էլ մեր ձևերով ճիշտ ու սխալ էինք անում։ Հա, մեկ էլ որ շատ զրուցեցինք, ասի լավ է, երեխեք, սպասեք, լավ մի հատ հետևորդները ստենամ ինձ ինչ են գրել, արդեն ժամից հավելա չեմ նայել, որ պատասխանեմ, հա, ու արդեն հեռախոսս վերցրի, որ տեսնեմ, ով ինչ ա գրել ինձ, իմ սիրելի հետևորդները, ու մեկ էլ երևի նոր հետևորդ էր, հետո երբեմն լինում ա, չէ, որ զուտ խոսքին զուգատի պող մի պահ ալնում, նոր հետևորդ էր, գրել էր, որ երանի քեզ, բա դու չգիտես Նիկոլն ինչ էր անում եւ այլն, հա, այդտեղ վատաբանել էր մեր ղեկավարին, բայց թե գիտեք, որ ես նման հարցերին չեմ անդրադառնում, չեմ քննարկում, իմ էջը, սիրելի հետևորդներ ջան, հաշտ ու խաղաղ էջ է, և չեմ ուզում իմ էջում նման հարցերով վիճաբանական հարցեր լինի, չնայած ես գիտեմ, հենց մի փոքր անդրադառնամ այդ հարցին, համ շատ հետևորդներ կավելանան, համ շատ վիճելի գրառումներ կստանամ, որը չեմ ուզում եմ իմ այս էջը միայն ու միայն պահել նման աշխատանքների, մեր առօրյա հասարակ կյանքի թեմաներին, ես էլ շատ լավ գիտեմ, որ բոլորս էլ այդ հարցերը թերթում ու նայում ենք, ծուխն ավելացնեմ, որ վստահ լինեմ, ահա։ Մի խոսքով այդ իմ հետևորդը, որ նոր էր ինձ միացել ու գրել էր, որ երանի քեզ, բա դու չես տեսնում ինչ ա կատարվում, քեզ համար հանգիստ հավ ես պահում, այդտեղ բարձրած այն կարդացել եմ, մի լավ հարևաններով լավ, էլի ծիծաղել ենք, էլի հենց ամենքս մեր կարծիքն ենք հայտնել, հա, մի խոսքով սիրել հետևորդներ ջան, հենց մեր այդ զրույցի պահին եկավ այդ գրառումը, հա, ու հենց կա, չէ, ասում ենք, հա, դե այդ խոսքի պահին համընկնող զուգատի պող պահեր ա լինում բոլորիս մոտ էլ, ու ես շատ սիրուն պատասխանեցի, որ իմ այս էջը քաղաքական հարցերի քննարկման էջ չէ, սիրելի հետևորդներ ջան, հիմա էլ այսպես ասում եմ ձեզ, որ դե գիտեմ, որ ինձ շատերդ արդեն լավ եք ճանաչում, գիտեք, իմ մակարդակը, իմ խոսելու ձևը, իմ առօրյան գիտեք, գիտեք, որ անգրագետ չեմ, նաև այո, քաղաքական հարցերն եմ շոշափում, բայց իմ էջից դուրս, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի ձեր օրը լցնեմ թեթևությամբ, խաղաղությամբ իմ այս գործերով և հեռու լինենք ծանր քննարկվող հարցերից, ծանր հարցերը թող քննարկեն այն մարդիկ, ովքեր զբաղվում են այդ ծանր հարցերով, սիրելի հետևորդներ ջան, մենք հասարակ ժողովուրդ ենք, չնայած ժողովրդով է պետությունը ստեղծվում ու առաջանում, բայց ես չեմ ուզում այդ հարցը մտցնել իմ այս համով հոտով էջ, այսպես, դուք էլ աշխատեք հեռու մնալ, այդ հարցերը միևնույնն է, ինչքան էլ մենք մեզ, ասենք, այն սրտակտուր ձևով ինչերի դիմենք, միևնույնն է, դա մեր ձեռքին չէ, մեր ձեռքին է, երբ որ բոլորս մեկ մարդու նման, դե գիտեք, որ սենց խոսք էլ կա, չէ, գեղը կանգնի, գերան կկոտրի, միայն այդ դեպքում կարող ենք այդ հարցը մեր վրա վերցնել, բայց առայժմ ժողովուրդը լռում է, սիրելի հետևորդներ ջան, ահա,
Եվ ժողովուրդն ինչ է անում, թողնում է Աստծուն, թող Աստված դատի այն մարդկանց, այն արարքները, ով որ կամ այն, ինչը որ կվնասի մեր պետության քանդվելուն, թող Աստված դատի ու թող Աստված պահպանի մեր Հայաստան աշխարհը։ Աստծո ուժը շատ է, սիրելի հետևորդներ ջան, մենք էլ մեր ծածուկ աղոթքով կարող ենք օգտակար լինել այդ ամենին։ Գիտեք, որ աղոթքի ուժը շատ հզոր է։ Հիմա ես անցնեմ իմ գործին, սիրելի հետևորդներ ջան, ծուխս ոնց որ թե իմ սրտով չէր, մի քիչ էսա կլինի, այսպես, և անցնեմ իմ խաղաղ աշխատանքին։ Աղջիկներ, հիշում եք չէ, մի անգամ ասել եմ, որ իմ մեղուներին աղջիկներ եմ ասում, մի հատ ստուգումներ եմ կատարելու, հետո նոր այդ մոմաթերթերը դնելու եմ, որ իմ աղջիկները գործեն։ Սիրելիներս, 1-2 րոպե լուռ աշխատեմ։ Ահա, այս մյուս լիստն են գործել, սիրելի հետևորդներ ջան, և այստեղ մայրը կծվադրի արդեն, մայրը կիչացնեմ այստեղ գործածա ու մայրը կծվադրի այստեղ, ջան ուրախություն, և էլի լուռ աշխատեմ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, արդեն թաքուղուն բերեմ այստեղ։ Մի հատ նայեմ տեսնեմ։ Հո չի ընկել, հա, այստեղա չնայած չի ընկնի, բայց ուշադիր ենք լինում։ Եվ այս գործած ռամկան իրան ենք տալի։ Մյուս կողմից է սա, այ մեղու, քեզ ինչ էի արել։ Սիրելի հետևորդներ ջան, որ այդ պահին խայթը շուտ հանում եմ, հետո թքոտ եմ անում լեզվով, մի քիչ ցավը մեղմանում, ես էլ այս մյուս կողմից եմ դնում։ Ու արդեն մայրը ծվելու տեղ ունի։
մեկը հետ եմ բերելու։ Այս մեկն էլ առաջ։ Որ օգնեմ իմ մեղուներին, պուպուշիկ։ Այստեղ լիստ եմ դնելու, որ գործեն։ Եվ արդեն արագացնեմ հավաքել։ Սիրելի հետևորդներ ջան, կադրից դուրս եմ աշխատում, քանի որ այստեղ արդեն ես արագի մեջ հավաքեմ, որ նաև ժամանակի մեջ տեղավորվեմ, որ կարողանամ ճուտիկներին ևս ձեզ ցուցադրել։ Սիրելի հետևորդներ ջան, տեսախցիկն այնպես էի տեղավորել, որ մինչև ես ծիրանը կբերեմ խոհանոց, դուք ճուտիկներով հիանաք, քիչ ա երևում, էսա կմոտեցնեմ։ Հիմա ծիրանով չեմ զբաղվում, այսքան էլ ծիրան էի վերցրել ցորենի այդ մեքենայից, սա ուտելու ծիրան ա, ոչ թե կոմպոտի, սիրելիները, շատ քաղցր ծիրան ա, նույնիսկ այդ կանաչներն ա քաղցր։ Հիմա էլ ուզում եմ ցույց տալ ճուտիկներին, բայց տեսախցիկը այնպես դասավորեմ, քանի որ ինկուբատորի մեջ նույնպես ճուտիկներ կա, որ կարողանաք դուք էլ տեսնել։ Ահա, իջեցրել եմ տեսախցիկը, հիմա սրանց վերցրեմ, բայց սրանց մեջ մեկը կա, շատ յուրահատուկ գույներ ունի, սիրելիներս, ահա։ Ասեմ, որ թուխսը իր ճուտիկներին բոլորը հանել ա, թուխսի հետ աշխատելը մի քիչ դժվար ա, սիրելիներս։ Սրանք ինկուբատորի ճուտիկներն են։ Հիմա բացեմ, քանի որ այստեղից էլի ծվծվոցներ է գալիս, ահա։ Եվ ինչ ենք տեսնում, որ երկու ճուտիկը ծնվել ա ու մնացել ա 3 հատ ձու, որ դուրս կա։ Այստեղ ես էլի իջեցնեմ տեսախցիկը, ահա։ Այնպես դասավորեմ, որ ավելի լավ երևա, այսպես։ Ահա։ Սրանք նոր ծնված ճուտիկներն են, ահա, սիրելիներս, դեռևս թաց են, այսպես, սրանց էլ եմ տանում ընկերների մոտ, ահա, այս ձուն էլ հանեմ, թե չհանեմ, չի խանգարի, այստեղ 3 հատ ձու ա մնացել, 3-ն էլ, այս են ճեղքել են արդեն, երևում ա, չէ, այ այս ճեղքն ա, սիրելիներս, ու ոնց որ թե այս մեկն էլ, ջան, 3-ն էլ մի քիչ հետո սրանք էլ դուրս կգան ու հիմա արագ փակում եմ այստեղ, այս էլ հանում եմ, ահա, և սիրելի հետևորդներ ջան, սպասում, որ այդ 3-ն էլ դուրս կգա, հաջողությունով, քանի որ արդեն ձուն ճեղքել է, նշանակում ա ձագխեղտ չեն լինի, ասեմ, որ մի 6 հատը ձագխեղտ էր, որպես ա, որ էլ դրանք չեն էլ ծակելու, իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, տոփի բերանը բացել եմ, որ համ ձեզ ցույց տամ իմ սիրուն ճուտիկներին, համ էլ իրենք մի քիչ ազատ շնչեն այս ընթացքում, քանի որ դեռևս այն երկուսը պիտի չորանան ու մի քիչ էլ կմնան այստեղ, իրար կտաքացնեն, կչորանան բոլորն էլ, հետո կտեղափոխեմ ավելի մեծ տուփի մեջ, շատ գոհ եմ, սիրելի հետևորդներ ջան, իմ արած գործից, փառք Աստծո, և փաստորեն ինկուբատորից 6 հատը դուրս չեկավ, 3 հատն էլ թուղս մայրիկի ձվերից չծնվեցին, ձագխեղտ եղան, իսկ այս 3-ն էլ արդեն աշխատանքից կգամ, արդեն դուրս եկած կլինեն, սիրելի հետևորդներ ջան, ես արդեն լավ գիտեմ, որ սրանք գրեթե 1 ժամից նոր կծնվեն, այս 3 հատը, ահա, ջերմաստիճանը ցույց եմ տալիս, ամբողջ ընթացքում, այս ջերմաստիճանի տակ է գտնվել ինկուբատորը, սիրելի հետևորդներ ջան, այսպես, այստեղ արդեն ճուտիկներս աշխուժանում են և արդեն զբաղվեմ իրենցով ու կշտապեմ իմ աշխատանքին։
Բոլորիդ շնորհակալություն, որ այս իմ գործ անելու ընթացքում եղաք իմ զրուցակիցը։ Միշտ լավ եղեք, ուրախ սրտով եղեք եւ միշտ լավ գործերի ականատես եղեք։ Պակա, պակա, պակա։